Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանն է, բարև ձեզ, Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, այս երկու օրը հանրությունը քննարկում է Իսրայելի կառավարության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, սա ընդհանրապես այդ պետության կառավարությունն է ճանաչել եւ ոչ օրենսդիր մարմին, այդուամենայնիվ ինչի հիմա եւ ինչի գնաց Իսրայելը նման քայլի, Իսրայելի կառավարությունը նկատի ունի։ Շնորհակալ եմ, նախ սա այո վերջնական ճանաչում չէ Իսրայելի կողմից, բայց մինչ այժմ տեղի ունեցած այս process-ում, այսպես արձանագրումներից ամենաբարձր մակարդակն է, նախկինում եղել է, որ խորհրդարանական որևէ հանձնաժողով, կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովն է ճանաչել, առանձին քաղաքական գործիչներ, կուսակցության ղեկավարներ, անգամ անցյալ տարի օգոստոսին վարչապետ Նեթանյահուն բանավոր ճանաչել է, բայց դա որպես այդպեսին ինստիտուցիոնալ առումով եւ իրավական առումով էականորեն ցածր նշաձող էր, քան այն ինչ որ կա կառավարության մակարդակով ճանաչում, որը վերջնական չէ, որովհետեւ Իսրայելը խորհրդարանական պետություն է եւ ճանաչումը վերջնական կարելի համարել, եթե դա տեղի ունենա խորհրդանի մակարդակով, օրենքի տեսք ստանա, ապա բնականաբար ստորագրվի նախագահի կողմից։ Դեռևս այս երկրորդ փուլը չունենք, հնարավոր է դա տեղի ունենա կամ քննարկումը լիագումարնիստում խորհրդանի Քնեսեթի տեղ ունենա հաջորդ շաբաթ։ Նման նախաձեռնություն կա, բայց դեռևս տեղեկատվություն չկա, դա հաստատվել է թե ոչ։ Իսկ ինչու հիմա շատ པարզ պատճառ է, ինչպես նախկին բոլոր դեպքերում Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման թեման ակտիվացել է ոչ թե բարոյական, ոչ թե իրավական դրդապատճառներով, այլ շատ པարզ Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների մակարդակով, ներկայում այդ հարաբերությունները կրկին լարված են, սրված են, երկու կողմերի միջև փոխհրաձգությունը ռետորաբանության մակարդակում շարունակվում է, ընթացիկ փուլը մեկնարկել է դեռևս 2023 թվականից, երբ որ Իսրայելը սկսեց ռազմական գործողությունը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ եւ Թուրքիան, Թուրքիայի իշխանությունները ամենասուր քննադատներն էին Իսրայելի կառավարության վարչապետ Նեթանյահուի Գազայում իրականացվող քաղաքականության հետ կապված։ Դրա հետևանքով շուրջ 72000 պաղեստինցիներ են սպանվել եւ տասնյակ հազարավորները դարձել են գաղթականներ եւ ներկայումս Իսրայելը շարունակում է իր այդ քաղաքականությունը դրան գումարած չնայած Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին դուրս չի բերում զորքերը Գազայի հատվածից, այլ պլաններ ունի ամբողջովին օկուպացնելու։ Մյուսը տարածաշրջանային իրավիճակն է, երբ որ Թուրքիայի եւ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ընթանում են բանակցություններ, ուրեմն պատերազմից հետո խաղաղության համաձայնագիր ստորագրելու, այդ տեքստը բանակցելու, իսկ Իսրայելը փորձում է ամեն կերպ խոչընդոտել այդ զարգացմանը, մասնապես Լիբանանում, ապա կանոնացնելով իրավիճակը, ինչպես արդեն նշեցի, Գազայի հատվածում շարունակելով իր գործողությունները եւ երբեմն որոշակի մանևրներ իրականացնելով նաեւ Իրանի օդային տարածքում։ Այսինքն այս բոլոր իրավիճակային զարգացումների ուրեմն համադրությամբ էլ Իսրայելում այս process-ը տեղ ունեցավ եւ մի կարեւոր եւս փաստ ուզում եմ նշել վերջին շրջանում ի տարբերություն Իսրայել-Միացյալ Նահանգներ հարաբերությունների, որտեղ արձանագրվում են անընդհատ խնդիրներ, փոխադարձ քննադատություններ, իհարկե Իսրայելի կողմից ավելի նվազ չափով, բայց քայլեր, որոնք տանում են Իսրայել-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վերանայման, ի տարբերություն այս ուրեմն իրողությունների մյուս կողմում Միացյալ Նահանգներ Թուրքիա հարաբերությունները ավելի են սերտանում եւ հաջորդ շաբաթվա ընթացքում տեղի ունենալու ամերիկյան պատվիրակության այց Դոնալդ Թրամփի ղեկավարության գլխավորությամբ Թուրքիա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով եւ այդտեղ չեն բացառում քննարկել F-35 ամերիկյան կործանիչների Թուրքիային վաճառքի հարցը, եթե դա տեղի չունենա, գուցե ամերիկյան կողմը համաձայնի Թուրքիային վաճառել շարժիչներ, ուրեմն թուրքական արտադրության կան էլի ռազմական օդանավերի համար։ Այս հարցը ինչու է կարևոր Իսրայելի համար, որովհետև տարածաշրջանում իր քաղաքականությունը, իր
այսպես անվտանգությունը եւ հավակնություններն ապահովելու համար Իսրայելին անհրաժեշտ է օդային գերակայություն, որը ներկայում Իսրայելը ունի։ Եթե Թուրքիան կարողանում է ճեղքել մինչ այս եղած այս իրավիճակը եւ ձեռք բերել ռազմական օդանավեր, իսկ ամերիկյան F-35-երը այս պահին շուկայում եղած ամենաբարձր որակի եւ կարողություններով զինատեսակներն են, ապա Թուրքիան կարողանա բալանսավորել Իսրայելի ազդեցությունը։ Եվ սա է պատճառը, որ ուրեմն իսրայելական կողմը փորձում է կարծես թե օրակարգ բերել այս օդանավերի մատակարարման թեման եւ ինչ որ սակարկությունների գնով այս պահին ուրեմն կանխել օդանավերի վաճառքը, ռազմական ինքնաթիռերի վաճառքը։ Իհարկե Իսրայելի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված եւս կարելի է պայմանավորել այս խնդրի բարձրացումը, որտեղ Իսրայելը պատրաստվում է խորհրդանական ընտրությունների, իսկ որպեսզի այդ ընտրություններում գործող կառավարությունը, գործող կոալիցիայի ներկայացուցիչները եւ հատկապես Նեթանյահուի լիկուդ կուսակցությունը հաջողի, նրան անհրաժեշտ է հասարակության լայն կոնսոլիդացիա անվտանգային մարտահրավերների նկատմամբ, այսինքն տարածաշրջանում անդադար շարունակվող եւ չպակասող, որևէ կերպ չնվազող անվտանգային խնդիրների նկատմամբ, որպես այդպեսին օրինակ տեսեք անգամ Իրանի դեմ գործողությունը պատերազմ, որը Իսրայելը միանշանակ կերպով ներկայացնում որպես իրենց հաղթանակ, Լիբանանում Հիզբոլլահի դեմ գործողությունները, Սիրիայում գործողությունները, իրենք ներկայացնել իրենց համար որպես հաղթանակ, բայց միևնույն ժամանակ նշում են, որ տարածաշրջանում պատերազմներից չի կարելի խուսափել։ Հետևաբար սա է պատճառը, որ կարծում եմ այս ընտրություններին ընդառաջ նաև Թուրքիայի գործոնը ավելացնելով Իսրայելի հակառակորդների թվին, իսրայելական կողմը փաստացի ուրեմն փորձում է այս ներքին Թուրքիայի նաև ինչպես արդեն նշեցի արտաքին հակառակորդների թվի ավելացմամբ կոնսոլիդացնել հասարակությանը։ Պարոն Պետրոսյան, այս Իսրայելի այս ճանաչումը Հայաստանում զուսպ ընդունվեց, թե իշխանական մակարդակով, թե նաև հասարակության կողմից չկար այն ողջունությունը, ինչի հետ էր դա կապված։ Արդյոք այն բանի հետ, որ իշխանական մասով, որ պետությունը ցեղասպանության ճանաչման հարցը առաջնային օրակարգում չի գնում արտաքին քաղաքականության առումով, իսկ հասարակության մասով էլ դերս նկատի է առնվել, թե Իսրայելը ինչ ներգրավվածություն է ունեցել վերջին պատերազմական գործողություններին։ Այո, այդպես էլ կա, երկու հիմնական հիմնավորում կա, թե ինչու է նման պասիվ կերպով առանց էական ողջավորության ընդունվել կամ ընդունվում Իսրայելում ընթացող process-ը, որտեղ ինքը դեռևս շարունակվում է։ Եթե դա որևէ կերպ պայմանավորված չէ Հայաստան-Իսրայել հարաբերություններով կամ անգամ Իսրայել-հայ համայնք հարաբերություններով, անգամ Իսրայել, չգիտեմ, հարավային Կովկաս հարաբերություններով, կառավարությունը չի արձագանքել, որ շատ ճիշտ է արել, որովհետև ճանաչումը վերջնական չէ, որովհետև ինչպես արդեն նշեցի, այդ ճանաչումը բացառապես Իսրայելի նեղ քաղաքական շահերով է պայմանավորված։ Եթե հակառակը լիներ, եթե օրինակ նույն բարոյական մղումներով լիներ, պատմական արդարության այսպես առերեսվելու մղումներով լիներ, Հայաստանը կամա թե ակամա պետք է ուրեմն արձագանքի, որտեղ այս process-ը պետք է ենթադրեր երկու երկրների իշխանությունների միջև շփումներ կամ գոնե համայնքի ակտիվացում Իսրայելում, որի արդյունքում վերջնարդյունքում որևէ արձագանքի անհրաժեշտություն կառաջանար։ Երկրորդ ուրեմն տեսակետը հասարակական մակարդակում անկամաբերաբերյալ եւս համամիտ եմ ձեզ հետ, որտեղ ելի երկու գործոն է հիմնականում աշխատում։ Առաջինը, ինչպես դուք էլ նշեցիք, Իսրայելի նկատմամբ անկալումները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի դրանից առաջ եւ նաեւ դրանից հետո Իսրայելի վարկագծով են պայմանավորված, որտեղ ունեցել է ընդգծված միակողմանի ուրեմն քաղաքական ուղեգիծ Ադրբեջանի նկատմամբ, աջակցելով պատերազմի ընթացքում նրանց միջև հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթի մնալ
Եվ մյուսը էլի հասարակական ընկալումներում էլ ակնհայտ այն հանգամանքը, որ այս ճանաչումը էլի նեղ իսրայելական շահերով է պայմանավորված, այսինքն այստեղ որևէ այսպես որը ուղեր չկա ողած Հայաստանին աշխարհասփյուռ հայությանը եւ այն այսինքն որևէ պարտավորություն Հայաստանի համար այս բան չի առաջին չնայած որ այնուամենայնիվ չպետք է նսեմ ասել իր Իսրայելի ճանաչման կարևորությունը շատ անկախ այն դրդապատճառից թե որով է առաջնորդում եւ գնում ճանաչման եթե այդ ճանաչումը վերջնական տեղի ունենա բարոյական առումով Հայաստանի հայության համար շատ կարևոր զարգացում կլինի Աբերասյան, այս որոշումից հետո ավելի սուր արձագանք եղավ Բաքվից, քան Թուրքիայից։ Հաշվի առնենք, որ Իսրայելը Բաքվի հետ բավական սերտ համագործակցության մեջ է, ինչի Թուրքիան եւս զուսպ կամ մեղմ արձագանքեց կամ չարձագանքեց։ Ես չի ասել, որ մեղմ է արձագանքել, մինչև այժմ շարունակում են արձագանքները, տարբեր պաշտոնյաներ արձագանքում են նախագահ անգամ, պաշտոնական մակարդակով, արտգործնախարարության մակարդակով, արտգործնախարարն է նաև արձագանքել, եթե չեմ սխալվում, լրահոսում հանդիպեցի ակամ Ֆիդանի կողմից եւ ըստ դրան պատասխան հայտարարություն Թուրքիան իր ուրեմն այսպես հնարավոր տարբեր ձևաչափերով եւ ընթացակարգերով արդեն արձագանքել է Իսրայելը ինչպես որ եղել է եւ լինում է միշտ երբ որ որևէ երկիր նախաձեռնում է հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց։ Իսկ Թուրքիայի հետ Ադրբեջանի հետ կապված շատ կարևոր երկու նրբություն կա։ Առաջինը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների նման լարվածությունը որևէ կերպ չի բխում Ադրբեջանի շահերից եւ Ադրբեջանին անհրաժեշտ է որպեսզի այդ հարաբերությունները բնականon լինեն, գոնե լարվածություն չունենան, որտեղ երկու երկրներն Ադրբեջանի համար շատ կարևոր գործընկերներ են եւ Ադրբեջանը ձգտում է անընդհատ մանևրել երկուսի միջև, երկուսի հետ հարաբերություններով եւ անհրաժեշտության դեպքում նաեւ որպես միջնորդ դերակատար իր կշիռը երկու երկրների համար ուրեմն աճեցնել։ Մյուս կարևոր հանգամանքը դա պայմանավորված է հայկական գործոնի հետ։ Այնուամենայնիվ դա մի զարգացում է Իսրայելում, որը տալիս է որոշակի հաղթաթուղթ հայկական գործոնին։ Իսկ Ադրբեջանը Իսրայելի հետ իր քաղաքականության եւ ռազմավարական գործընկերության զարգացման ողջ ընթացքում իր համար միշտ դրել է տեսլական ամենքեր բացառել նախ Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ երկրորդ հայկական օրակարգերի առաջ մղումը Իսրայելում։ Հիմա այս երկու գործոնով պայմանավորված Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել շատ մեծ ջանքեր են գործադրվում Ադրբեջանում հերական համայնքների ներկայացուցիչներն են դիմել Իսրայելի ղեկավարությանը պահանջելով չճանաչել հայոց ցեղասպանությունը Ադրբեջանի արտգործնախարարությունը դրան անդրադարձել Իսրայելում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն են ակտիվացել ցույց տալ համար։ Սա բնական գործընթաց է, որտեղ կրկնում եմ Ադրբեջանի համար շատ կարևոր է առնվազն կառավարելի լարվածությունը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ավելի մեծ մասշտաբով լարվածությունը դա կարող է խնդիրներ առաջացնել, որտեղ Ադրբեջանը կամա թե ակամա պետք է բռնի կողմից որևէ մեկի ուղեգիծը հարի այդ ուղեգծին, որտեղ երկար ժամանակ այս չեզոքությունը պահպանել հնարավոր չի լինի։ Իսկ սա կարող է ազդել կամ խոչընդոտներ առաջացնել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի, այսօրվա գործընթացի վրա, հաշվի առնենք, որ կողմերը բավական մոտ են այդ կարգավորումներին արդեն։ Թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան իհարկե ոչ պաշտոնական մակարդակում, բայց այսպես ուղերձներ կան, նույն այդ հրեական համայնքների ուղերձներում էլ նշվում, որ դա կարող է խոչընդոտել Հարավային Կովկասում կարգավորման գործընթացին, փորձում են մանիպուլացնել այս գործընթացը, այսինքն փորձելով ինչպես արդեն ասացի, ազդել դրա առաջմղման վրա։ Բայց օբյեկտիվ առումով բնականաբար այս գործընթացը չի կարող ազդել ինչու որտեղ հայկական կողմից զրո նախաձեռնողականություն կա այս ուղղությամբ Հայաստանը հայտարարել է որ հրաժարվում է հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցելու
արտաքին քաղաքական ուղեգծից եւ իր համար գերակա քաղաքական ուղեգծի տարածաշրջանում եղած խնդրահարույց հարաբերությունների կարգավորման։ Անկամ եթե չեմ սխալվում Հայաստանի վարչապետը եւ փոխարգոսնախարարը պաշտոնապես արձագանքել թեմային, որևէ կերպ չեն արձագանքել այլ հակառակը թեմեն հանդես եկել այդ հատուկ եզրույթ օգտագործելով, որը հեզանում ես վերջին շրջանում քննարկվում է այս ցեղասպանության ճանաչման զենքայնացմանը։ Իսկ որպես զենք, որպես միջոց այս ցեղասպանությունը ճանաչելու գործընթացն օգտագործել Թուրքիայի դեմ։ Այս արձագանքը, այսինքն որևէ հիմք չկա թե Թուրքիայի թե Ադրբեջանի համար Հայաստանի վարկագիծը օգտագործել հաղում անել կարգավորման գործընթացների հետ կապված խոչընդոտներ առաջացնելու նպատակով։ Բայց ինչպես ասում են, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն նպատակ ինչ որ կերպ կանգնեցնելու կամ իրենց պասիվությունը հիմնավորելու կարգավորման գործընթացները Թուրքիայի մասով ակնկալիքները շատ ավելի մեծ են, որոնք չեն իրականացվում, թուրքական կողմը անհրաժեշտության դեպքում կարող է գտնել պատճառ եւ հղում անել այս իրողությանը, բայց կրկնում որևէ հիմք օբյեկտիվ չկա ուրեմն Հայաստանի քաղաքականությանը, Հայաստանի վարքագծին այսպես մեղադրելու եւ այդ գործընթացների հետ կապված խնդիրները Հայաստանով պայմանավորելու համար։ Պարոն Պետրոսյան, նշեցիք, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգներ Թուրքիա հարաբերությունները ավելի են խորանում, սա այդ առումով ինչ կարող է տալ մեզ, թե լավ թե վատ առումով, հաշվի առնենք, որ նահանգները բավական անցած տարվա օգոստոսից բավական ներգրաված են նաև հենց մեր երկրում։ Այս առումով ավելի դրական զարգացումների ակնկալիք կարող է լինել, որովհետև մեր տարածաշրջանը փոխվում է բովանդակային առումով աշխարհակաղակական եւ նաեւ անվտանգային իրավիճակը, տնտեսական իրավիճակը եւ ակնհայտ կերպով ընդգծում է արևմտյան դերակատարների ակտիվացման հանգամանքը։ Միացյալ Նահանգների դեմս թրիփ նախագծի Հայաստան-Ադրբեջան, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման համատեքստում Եվրոպական միության նաեւ չէ, ընդամենը օրեր առաջ Եվրահանձնաժողովի ղեկավարներ այցելել թե Ադրբեջան թե Հայաստան, այսինքն ակնհայտ կերպով երևում է արևմուտքի ակտիվացում։ Իսկ Թուրքիայի հետ այս համատեքստում Միացյալ Նահանգների հատկապես հարաբերությունների բարելավումը դրական է նրանով, որ համագործակցության միջավայրում գուցե Միացյալ Նահանգները կարողանա առաջ մղել իր կոնկրետ Հարավային Կովկասում ուրեմն վարվող քաղաքականության հետ կապված տարբեր խոչընդոտների լուծումներ, որպես այդպեսին շատ կարևոր խոչընդոտ է նաև Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականության համար այն հանգամանքը, որ Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջովին չեն կարգավորվել։ Իսկ հատկապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցն է շատ կարևոր, որտեղ դա շատ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը կարողանա ավելի ազատ գործել։ Հայաստանը կարողանա թոթափել այն ճնշումները, որոնք կիրառվում են Ռուսաստանի կողմից, որոշակիորեն նաև Իրանի կողմից, երբ որ համապատասխան իրավիճակ է տեղ ունենում։ Իսկ Հայաստանի ավելի ազատ գործելու հնարավորությունը արդեն միանշանակ բնականաբար բխել է նաև Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության այս տարածաշրջանում ակտիվանալու եւ իրենց քաղաքականությունը առաջ մղելու հնարավորություններից նույն այդ թրիփ երթուղու միջոցով երկկողմ հարաբերությունների միջոցով անմիջապես Հայաստանի եւ շատ ավելի այսպես մեծ հնարավորություններով հենց Հայաստանի կամ Հարավային Կովկասի եւ Եվրոպական միության միջև կապն ապահովելու եղանակով, որտեղ ամեն դեպքում որքան էլ քաղաքական նախապատվությունները ակնհայտ են եվրոպական ուղղությամբ Հայաստանում, այնուամենայնիվ շատ կարևոր է եւ բովանդակությունը տալիս է տնտեսական ոլորտը, եթե մենք չունենք տնտեսական ամուր կապեր եւ հնարավորություն ուրեմն հատկապես Ռուսաստանից կախվածությունները փուլարփուլ փոխարինելու Եվրոպական միության
ուրեմն առաջարկներով եվրոպական միության շուկայով, ապա այս գործընթացները իրենք ուրեմն արագ առաջ չեն ընթանալու։ Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունները ճիշտ է դեռ շարունակվում են կամ գուցե ինչ-որ մի հանգրվանի արդեն հասել են, բայց կարող ենք համարել, որ այդ արճակատումը կամ այդ ճգնաժամը ավարտվում է արդեն։ Չէ, դժվար է նման կանխատեսում անել, ինչու որովհետև առաջին հերթին նախ այս պահին արկա է կողմերի մոտ ընդամենը հրադադարի ֆիքսում եւ դրական վերաբերմունք գնալու ամբողջական հանգուցալուծման արկային բանակցային գործընթաց, բայց ցավոք սրտի մենք չունենք եւ չենք կարող փաստել, որ կողմերը նախ հակված են, ունեն ուրեմն քաղաքական այսպես կամք շատ արագ գնալու կարգավորման, լուծելով բոլոր կնճիռները, որոնք կան երկու կողմերի միջև, եւ մյուսը, որ երկրորդական գործոններ, տվյալ դեպքում օրինակ Իսրայելի վարկագիծը չի կարողանա ազդել ուրեմն այս գործընթացի դրական ընթացքի վրա։ Մենք չունենք նման որևէ երաշխիք։ Այս բանը կրկնում եմ, կողմերը Շվեյցարիայում ստորագրած այդ համաձայնության ուշագրի, եթե չեմ սխալվում, այդպես էր փաստաթուղթը, հիման վրա ունեն ընդհանրապես պայմանավորություն մի քանի կետերով առաջ գնալու, էական առարկայական տեղաշարժեր չկան, այդ կետ 14 կետերի հետ կապված 60 օրյա ժամանակահատվածը վերջնական փաստաթուղթը ստորագրելու շատ արագ առաջ է ընթանում եւ կրկնում եմ չկան դրական տեղաշարժեր, բանակցությունները բավականաչափ դանդաղ են ընթանում, դրան զուգահեռ կողմերը շարունակում են զուգահեռաբար թիրախավորել նաեւ ռազմական ճանապարհով մեկը մյուսին։ Իրանն է Միացյալ Նահանգներն է երբեմն որոշ գործողություններ իրականացնում Իրանի տարածքում, Հորմուզի նեղուցում, Իրանը եւս պատասխան գործողություններ է իրականացնում, ել չասած Լիբանանում Իսրայելի գործողությունների մասին, իսկ Լիբանանը շատ կարևոր է, որովհետև Լիբանանը իրանական կողմի պահանջով Լիբանանում հրադադարը քեր գործել այս համաձայնագրի, այս ուշագրի տեքստ, բայց փաստացի որևէ դերակատար այս բան չի կարող ազդել Իսրայելի վարկագծի վրա եւ թույլ չտալ, որպեսզի դադարեցվեն գործողությունները Լիբանանի տարածքում Հեզբոլլահի դեմ։ Այդպես որ այն որ ինչ կարող ենք այս բանը ֆիքսել, դա այն որ հրադադարը մասնակիորեն պահպանվում է եւ կողմերը ունեն դրական վարկագիծ, դրական մոտեցում գնալու հանգուցալուծման, բայց չունեն կարծեմ բավարար կամք անգամ կարմիր գծեր որոշակի առումով հատելով գնալ վերջնական պայմանավորություն։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ։ Սարվա թեման էր իմ զրուցակիցը տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանն էր, կհանդիպենք առայժմ։